Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում եւ առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես Լուսիկ Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել նաեւ armradio.am կայքի on-line ռեժիմով, տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ առաջարկում եմ միանալ մեզ Facebook-յան հարթակում հայտար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջով, այստեղ մենք հասանելի ենք live stream-ի տարբերակով, կարող եք մեզ նաեւ եւ իհարկե չմոռանամ նշել, որ մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր ու դիտարկումներ գրել, որոնք ես կուղեմ մեր այսօրվա հյուրին, իսկ մենք զրուցելու ենք բժիշկ ռևմատոլոգ Աննա Շաբոյանի հետ, ողջույն Աննա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ մեզ հյուրընկալվելու համար։ Մենք այսօր որոշել ենք խոսել ռևմատոլոգիական հիվանդությունների, տարածված խնդիրների առանձնահատկությունների մասին, ինչպիսի այսպես յուրահատկություններ ունեն այդ հիվանդությունները, որոնք են ամենատարածվածը հատկապես Հայաստանում եւ ինչու։ Իհարկե վաղ ախտորոշման կարեւորությանն ենք անդրադառնալու, կարելի ասել մեխը սա է, դիմելիություն, վաղ ախտորոշում, ուշ ախտորոշման վատ բացասական հետևանքները անպայման կնշենք, հարգելի ունկնդիրներ, այնպես որ մնացեք մեզ հետ եւ իրազեկվեք ռևմատոլոգիական խնդիրների վերաբերյալ, ես կարծում եմ, որ Հայաստանի համար սա հատկապես արդիական է եւ կարեւոր։ Եվ այսպես, սկզբում ավելի ընդհանրական հարցին անդրադառնանք, թե ինչով են տարբերվում ռևմատոլոգիական հիվանդությունները մնացած այլ տարածված խնդիրների համեմատ, այո, ինչ առանձնահատկություններ ունեն իրենք։ Ռևմատոլոգիական հիվանդությունները իրենք իսկապես տարբերվում են իրենց առանձնահատկությունով մնացած բոլոր հիվանդություններից։ Սրանք ունեն հետաքրքիր եւ չբացահայտված էտիոլոգիա եւ շատ հետաքրքիր է զբաղվել եւ ռևմատոլոգիական հիվանդություններով եւ ախտորոշել եւ բուժել։ Սրանք եւս մեկ անգամ խոսենք սրանց մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում։ Սրանք աուտոիմուն, աուտոբորբոքային հիվանդություններ են, երբ մեր իմունային համակարգը սկսում է սխալ աշխատել, այսինքն աննորմալ սկսում է ակտիվանալ եւ այս գազազած իմունային համակարգը, այսպես ասած, սկսում է հարձակում գործել մեր բոլոր օրգան համակարգերի վրա եւ առաջացնում է համակարգային հիվանդություններ, այսինքն ախտահարվում են օրգանիզմի գրեթե բոլոր իմուն համակարգերը, այսինքն այդ գազազած իմունային համակարգի թիրախի տակ ընկնում են բոլոր համակարգերը օրգան։ Եվ սրանով տարբերվում այլ հիվանդություններից, որոնց դեպքում միգուցե այդ հատվածից ավել չտարածվեր հիվանդությունը, իսկ այս դեպքում մենք փաստորեն ամբողջ օրգանիզմի ախտահարման հետ կարող ենք գործ ունենալ։ Աննա, որոնք են ամենատարածված հիվանդությունները ռևմատոլոգիական Հայաստանում, եթե կան այդպիսիք, եւ ինչու հենց Հայաստանում, եթե պատճառը բացահայտված է։ Սկսենք ամենատարածվածից, որով մեզ շատ դիմում են, կոնկրետ Հայաստանի դեպքն եմ ասում, սա միջերկրածովյան ընտանեկան տենն է կամ այսպես ասած, ինչպես հայտնի էր սովետական գրականության մեջ պարբերական հիվանդությունը կամ ինչպես հայտնի է հայերի շրջանակներում Երևանյան հիվանդությունը։ Ամենատարածված հիվանդությունն է գենետիկ հիվանդություն է, եւ ինչու ենք մենք զբաղվում, որովհետեւ այն աուտոբորբոքային հիվանդություն է։ Պարբերական հիվանդությունը շատ տարածված է եւ կարելի ասել տարբեր զանազան կլինիկական դրսևորումներով է հանդես գալիս եւ պացիենտները դիմում են տարբեր կլինիկական նշաններ, խուսափում են շատ այս հիվանդությունից եւ երբ որ անգամ ախտորոշումը դրվում է, մենք բացատրում ենք, որ պետք է բուժել հետագա բարդություններից խուսափելու համար, սակայն այդ մասը մի քիչ հայ հասարակության մեջ դժվար է ընկալվում, որտեղ դեռ վաղուց նույնիսկ ընտանիքներում, ովքեր ունեցել են պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխա, քույր, եղբայր, թաքցրել են սա։ Ու դա հիմա եւս շատ արդի է։ Ինչպես նաեւ Հայաստանում շատ տարածված հիվանդությունների ռևմատոիդ արթրիտը, որ էլի հոդերի բորբոքային հիվանդություն է, հետագայում գուցե մի քիչ մանրամասն ավելի կխոսենք, եւ իհարկե օստեոարթրիտը, որով մենք համ զբաղվում ենք մենք, համ օրթոպեդները, նույն այդ դեֆորմացնող օստեոարթրոզ հասկացողությունն է կամ ժողովրդի լեզվով ասած կրճիկի մաշվածությունը, այսպես ասենք, որ ավելի ինչն է դեֆորմանում, որ հատվածները եւ ինչպես
Դեֆորմանում են հոդերը, սա դիգեներատիվ հիվանդություն է, երբ որ մենք ունենում ենք այդ աճառի, այսպես ասած, հոդաճառի վնասում, հիմնականում կապված իհարկե տարիքի հետ, հոդաճառը սկսում է վնասվել, ձևափոխվել, ինչի արդյունքում արդեն հոդը սկսում է վատ աշխատել, հենց այսպես ենք պացիենտներին բացատրում եւ բնականաբար բորբոքվում է, ինչի արդյունքում էլ արդեն ունենում ենք խնդիր, ցավ, որով պացիենտները դիմում են մեզ։ Նաև մի այսպիսի կարծիք կա մարդկանց մեջ, որ ցանկացած ռևմատոլոգիական հիվանդություն այն ընդմիշտ է քրոնիկական է եւ գնալով բարթանում ու զարգանում ու նույնիսկ բերում է նախկինում մահացության դեպքերի, երբ ոչինչ անել հնարավոր չէ, փրկել հնարավոր չէ, արդյոք սա իսկապես այդպես է, բոլորն են քրոնիկական եւ բոլորն են անդառնալի վնասներ հասցնում։ Ցավոք սրտի, ռևմատոլոգիական բոլոր հիվանդությունները, այո, քրոնիկ են։ Եվ եթե մնացած հիվանդությունների դեպքում, օրինակ, չգիտեմ, կարողանում ենք ապահովենք հիվանդության էթիոտրոպ բուժում, այսինքն պայքարենք էթիոլոգիայի դեմ, ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ էթիոլոգիան այդքան էլ հայտնի չէ, այսինքն պատճառը, հա, եթե օրինակ, չգիտեմ, պացիենտը գալիս է մեզ մոտ կամ չգիտեմ, դիմում է ինֆեկցիոնիստի, օրինակ, ինչ որ ինֆեկցիոն խնդրի ժամանակ հարուցը չհայտնի է, բուժում են հարուցը չի, հիվանդությունը վերանում է, մեր հիվանդության ժամանակ էթիոլոգիան հայտնի չի, պատճառը հայտնի չի, եւ մենք կարողանում ենք ապահովել պաթոգենետիկ, այսինքն առաջացման մեխանիզմի դեմ բուժում եւ սիմպտոմատիկ, այսինքն որ սիմպտոմները թեթևանան եւ պացիենտները չունենան գանգատներ։ Սակայն այստեղ մի հատ կարևոր բան է պետք մարդիկ հասկանան, որ եթե հիվանդությունը համարվում է հայտնաբերվում է ժամանակին եւ բուժումը սկսում ենք հիվանդության վաղ փուլերում, դա բերում է նրան, որ խուսափում ենք հիվանդությունների շատ մեծ բարդություններից։ Քանի որ արդեն նշեցինք, որ մեր հիվանդությունները համակարգային են, ախտահարում են բացի հոդերից, որոնք նույնպես բերում են անդառնալի հետևանքների, այսինքն դեֆորմացիաներ են առաջանում, տարբեր օրգան համակարգերում ունենում ենք իսկապես անդառնալի վնասումներ եւ դրանից խուսափելու համար վաղ ախտորոշումը եւ բուժման վաղ սկսելը շատ կարեւոր է։ Եկեք ամենատարածված հիվանդություններին այդ դեպքում հերթով անդրադառնանք, կարծում եմ շատ հետաքրքիր եւ օգտակար կլինի առաջինը պարբերական հիվանդությանը, հասկանանք թե որ գանգատների դեպքում կարելի է կասկածել, որ հենց սրա հետ խնդիր ունենք եւ ինչպես են այս հիվանդությամբ հայտնվում ձեզ մոտ, այստեղ կարեւոր է թե որ հարակից մասնագետներն են առաջինը առնչվում այդ հիվանդության հետ, կասկածում, ուղղորդում ձեզ մոտ կամ ինչ որ հետազոտություններ նշանակում, մի փոքր կարող եք սա ներկայացնել։ Ուրեմն, երբ որ մենք համալսարանում դեռ սովորում ենք եւ ասում ենք ռևմատոլոգիա առարկան, մեր դասախոսները մեզ մի հետաքրքիր բան էին ասում էին, եթե ձեզնից որևէ մեկը դառնա ռևմատոլոգ, իհարկե շատ ուրախ կլինենք, բայց եթե չդառնաք անգամ, խնդրում ենք ռևմատոլոգիան լավ սովորել, որպեսզի կարողանալ հետագայում օգնել ռևմատոլոգին եւ ճիշտ ուղղորդում անել։ Հիմա երբ որ արդեն աշխատում եմ, այդ միտքը անընդհատ ուղեղումս է։ Ինչու՞։ Ուրեմն պացիենտը դիմում է այլ մասնագետի, չգիտեմ, օրինակ պարբերական հիվանդությունը ունենք որովայնային ձև, կրծքային ձև եւ խառը ձև։ Օրինակ որովայնային ձևն է պացիենտի մոտ, ունի ստամոքսային գանգատներ կամ չգիտեմ, որովայնում պարբերաբար ցավեր, շատ հաճախ է լինում, երբ պացիենտը այս գանգատով, որովայնում սուր ցավերով, որովայնամիզը լարված օրինակ գիշերը դիմում է, չգիտեմ, վիրաբուժական բաժանմունք, այ հեռացվում է ժողովրդի լեզու ասած կույրաղին, այսինքն կատարում է ապենդեկտոմիան եւ բնականաբար պացիենտը չի լավանում, այսինքն նորից հետագայում գանգատը կրկնվում է եւ շատ հաճախ նման պացիենտները, որոնց կատարվել է որովայնահատում, այսինքն վիրահատություն է կատարվել, այս պացիենտները քանի որ ունեն հիվանդություն, արդեն որովայնի խոռոչում կպումներ եւ կարծես յատրոգեն, այսինքն բժիշկը իր ձեռքով պացիենտին հասնում է ինչ-որ մի վնաս, այսպես ասեմ։ Հիմա դրա համար շատ կարևոր է որպես ինչ-որ սովորած չլինելով ռևմատոլոգիան եւ կասկածներ չունենալով, որ դա կարող է ձեզ վերաբերում։ Պարբերական հիվանդության դրսևորում։ Հիմա մի կարևոր բան եւս ասեմ, երբ որ պացիենտները դիմում են, չգիտեմ, օրինակ մի այլ տեսանկյունից խնդրին նայենք գինեկոլոգիայի տեսանկյունից, երբ որ օրինակ անպտղության պացիենտը դիմում է գինեկոլոգին, հետազոտվում է ընդհանրապես կոնքի խոռոչում հայտնաբերում է բորբոքային հեղուկ, սա եւս կարող է լինել ուղղակի առանց որևէ գանգատի, առանց որևէ նշանի, պարբերական հիվանդության անուղղակի դրսևորում։
Եվ պացիենտին բնականաբար շատ լավ գինեկոլոգ ուղղորդում է ռևմատոլոգի մոտ, պացիենտին բացատրում է, բայց միևնույն է, նա չի ընկալում, որ եթե չի ունեցել այդ ստանդարտ որովայնի ցավը, որը կարող է իր մոտ դրսևորվի ընդհանրապես դաշտանի ընթացքում, չի ընդունում պացիենտի կողմից, որ այստեղ կա պարբերական հիվանդություն, գուցե անալիզը նույնիսկ չհամաձայնվի հանձնել, անալիզ հանձնելուց հետո բուժմանը չհամակերպվի, այսա շատ կարևոր փաստ է, որպեսզի պետք է ազգաբնակչությունը առաջին հերթին ինֆորմացված լինի եւ իհարկե կրծքային ձևը պացիենտները շատ հաճախ ունենում են կրծքավանդակում նոպաներ, հա, այսինքն ինչ է դա կրծքավանդակում ծակոցներ, որոնք տևում են, չգիտեմ, 3-4 օր, կարող են չթեթևանալ նույնիսկ այդ տարածված ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքի ֆոնին եւ այս դեպքում նույնպես գուցե դիմեն, չգիտեմ, թերապևտի, թոքաբանի, ով որ զբաղվում է կրծքավանդակի օրգանների ախտորոշմամբ եւ բուժմամբ եւ այս դեպքում էլի սա շատ կարեւոր է, որ պետք է հաշվի առնեն։ Եվ մյուսը իհարկե, երբ որ ախտարվում են հոդերը, շատ հաճախ մեզ դիմում են պացիենտներ, որոնք հատկապես տաք եղանակին ունենում են սրունքթաթային հոդում նենց կարմրություն, այտուց, ու հատկապես գերծանրաբեռնման ժամանակ եւ իրանք ուղղակի դա կապում են գերծանրաբեռնման հետ։ Սա նույնպես կարևոր ազդանշան է, որ պետք է, եթե դա կրկնվում է, եւ հատկապես եթե հոդը կարմիր է, ոչ միայն այտուցված, անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի ախտորոշումը դրվի եւ ժամանակին բուժում սկսենք։ Եվ իրոք այստեղ բժիշկ պոդոլոգը, ոտնաթաթի մասնագետը, ում առաջինը տրամաբանորեն կդիմի բուժառուն, պետք է նաև սա կասկածի կամ գինեկոլոգը, ինչպես արդեն նշեցիք, եւ կրծքային հատվածի վերաբերյալ ես հիմա մտաբերեցի բազմաթիվ դեպքեր, երբ շփոթում են պանիկատականների, նույն ինքը խոճապային գրոհների հետ եւ ամիսներով բուժվում բժիշկ հոգեբուժի հոգեբանի, հոգեթերապևտի մոտ, դրանք այդպես էլ չեն անցնում, իսկ ընդհանրապես պարբերական հիվանդության տարբեր դրսևորումները սթրեսի, հոգեսոմատիկայի հետ, գոնե ինչ որ կապ աղերս ունեն, թե սա բոլորովին միֆ է։ Բոլորովին չէ, մի փոքր։ Հա, կապ կարելի է գտնել։ Գուցե չգտնենք ինչ որ ապացուցված մեխանիզմ, որով կարելի է բացատրել օրինակ հոգեեմոցիոնալ ոլորտի ազդեցությունը նոպայի դրսևորման վրա, բայց ամեն դեպքում, երբ որ օրգանիզմը ստրես է տանում, բոլոր մեխանիզմները, հատկապես իմունային համակարգը դրա թիրախում են, հա, եւ բացառություն չի նաեւ պարբերական հիվանդությունը, այս հիվանդության ժամանակ ստրեսը կարող է հրահրել նոպայի առաջացումը։ Զուտ այս առումով, բայց ինչ որ հստակ կապ դժվար է գտնել։ Եվ փորի ցավերի հետ կապված նաև էլի կան մարդիկ, ովքեր գաստրոենտերոլոգի մոտ են բուժվում ու այնտեղ փորձում բացահայտել տարբեր հարուցիչներ, չէ, ինֆեկցիաներ, բորբոքումներ։ Հարգելի ունկնդիրներ, ուշադիր եղեք եւ փորձեք տարբերակել, նույնիսկ եթե չեք տարբերակում, փորձեք անմիջապես դիմել բժշկի եւ խուսափել իհարկե ինքնաբուժության եւ տնային մեթոդների եւ տարբեր հոմեոպաթ, ասեղնաբուժ, հլասեղնաբուժը էլի ոչինչ օգնող գոնե հարակից որպես օգնող ճյուղ, երբեմն նշանակվում է որպես լրացում, սակայն հոմեոպաթ, սնխչի էլ ինչ կա այնտեղ տարբեր կաթիլներով, տարբեր թուրմերով եւ այլնով բուժողներից, որովհետեւ դուք կորցնելու եք ժամանակ եւ ֆինանսներ։ Իսկ ինչպես ռևմատոլոգը նշեց, վաղ ախտորոշումը կարեւոր է։ Այո։ Արդյոք վաղ ախտորոշման այս կարեւոր դերը վերաբերում է բոլոր ռևմատոլոգիական խնդիրներին, անխտիր։ Այո։ Նշենք ինչու։ Ուրեմն երբ որ հայտնաբերվում է այս կամ այլ ռևմատոլոգիական հիվանդություն, նախ ասեմ, որ առաջին հերթին, եթե պացիենտը ինքնուրույն է դիմում ռևմատոլոգի, դիմում է միայն հոդացավերի կապակցությամբ։ Այսինքն, եթե չունի հոդացավեր, ունի օրինակ մաշկի ախտարում, որ էլի շատ բնորոշ է մեր հիվանդություններին, դիմում է մաշկաբանի, նյարդաբանական սիմպտոմատիկայի ժամանակ դիմում է նյարդաբանի եւ այսպես շարունակ, եթե ունենք աչքի բորբոքային հիվանդություններ, բնականաբար դիմում է առաջին ակնաբույժի եւ շատ կարեւոր է այս մասնագետների մեր հետ փոխկապակցված աշխատանքը։ Ես աշխատում եմ հիմա մի կլինիկայում, սա անպայման ուզում եմ նշել, որ փառք ու պատիվ մեր բժիշկներին, որովհետև
որովհետև ունենք թիմային աշխատանք, հա։ Երբ որ պացիենտի մոտ այլ բժշկի ախտորոշում, թեկուզ այսպես մի թեթև ինչ որ խնդիր է, որը նման է ռևմատոլոգի, անպայման ուղղորդվում է ռևմատոլոգի եւ մենք շատ լավ աշխատում ենք, ժամանակ չենք կորցնում ոչ ախտորոշման եւ բուժման համար։ Սա շատ կարեւոր է։ Համագործակցություն։ Այո, համագործակցությունը այլ մասնագետների հետ կարեւոր է։ Եվ քանի որ ինչպես նշեցի ունենում ենք տարբեր օրգան համակարգերի ախտահարում, դա աչքն է, դա հոդերն է, առաջին հերթին մեր հիվանդությունների ժամանակ, երբ որ ախտարվում է այդ սինովիալ թաղանթը, հոդի, այսպես ասած, բաղկացուցիչ ամենակարևոր մասերից։ Սրա անընդհատ ախտահարում, այսինքն անընդհատ բորբոքային process-ները սինովիալ թաղանթում բերում են հոդերի ձևախախտումների, հետագայում նաև արդեն այդ հաշմանդամության առաջացման։ Մյուս հիվանդությունների ժամանակ ախտահարվում են, չգիտեմ, թոքերը։ Սա հետագայում կարող է բերել իհարկե շնչառության հետ կապված խնդիրների սիրտը, որը էլի մեր ուշադրության կենտրոնում է, երիկամները, ամենաշատ ախտահարվող օրգաններից են աչքը, նույնիսկ անպտղությունը ինչպես արդեն։ Այո, ինչպես հասկացանք, նաև անպտղությունը։ Դրա համար շատ կարևոր է այս օրգան համակարգերի հետ աշխատելիս առաջին հերթին, այսպես ասած, նայել լայն, չնայել ընդհանրապես օրինակ, չգիտեմ, եթե աչքի բորբոքային խնդիր է, ուղղակի ստերոիդային, չգիտեմ, ներարկումներ ու վերջ։ Գուցե այն լինի ինչ-որ ռևմատոլոգիական հիվանդության դրսևորում եւ փորձել այս տեսանկյունից են օգնել պացիենտին։ Անպայման հարցն ուղեմ ախտորոշման գործիքակազմի վերաբերյալ, որովհետև հասկանալի է, վաղ ախտորոշումը կարևոր է, բայց ինչպես են այս բարդ տարբերակվող, շատ շփոթեցնող սիմպտոմատիկ նշաններից դուրս բերվում իրական խնդիրները։ Ինչ լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ եք նշանակում դուք։ Մեր հետազոտությունների արսենալը շատ լայն է։ Երբ որ պացիենտը առաջինը դիմում է մեզ, սկսում է նշել իր գանգատները, առաջին հերթին կարծում եմ ցանկացած թերապևտ, նույնը ինձ թվում է նաև վիրաբույժների մոտ, բայց ես ավելի շատ կխոսեմ մեր մասին։ Առաջին հերթին ճիշտ գրագետ ամբողջական անամնեզը տալիս է հիվանդության մասին առաջին պատկերացումը։ Եվ սա բժշկի կարելի ասել ձեռքի կարևոր խաղաթուղթն է։ Եվ նաև պացիենտի հաջողությունը այն առումով, որ բժիշկը եթե հավաքեց մանրակրքիտ լրիվ անամնեզ, չի նշանակում լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ շատ ու այն ինչ ինքը օրինակ անցել է իր, չգիտեմ, արձինատուրայի կամ չգիտեմ, այն ինչ կարդացել է, այսինքն կենտրոնանում են կոնկրետ հիվանդության վրա անամնեզի շնորհիվ։ Անամնեզ ենք հավաքում, հասկանում ենք, որ հիվանդություններին է նման։ Սրանից հետո սկսում ենք արդեն լաբորատոր հետազոտությունները։ Լաբորատոր հետազոտություններում ռևմատոլոգիայում իհարկե արյան ընդհանուր բիոքիմիական, իմունոլոգիական հետազոտությունն է շատ կարևոր, որը մենք շատ կիրառում ենք եւ էլի շատ հաջողված է այն առումով, որ Հայաստանում կան շատ լաբորատորիաներ, որոնք շատ ճիշտ իրականացնում են եւ օգնում են մեզ։ Սա էսպես, այնուհետև գործիքային հետազոտությունները, հոդերի ՈՒԶՀ հետազոտությունը, այսինքն ուլտրաձայնային հետազոտություն, սոնոգրաֆիա, շատ ինֆորմատիվ է մեր համար եւ հետո արդեն, եթե այս հետազոտությունները, չգիտեմ, չեն տալիս ինֆորմացիա կամ գուցե տվյալ հիվանդության դեպքում պետք է ավելի ծավալային գործիքային հետազոտություն, օրինակ MRT կամ համակարգչային տոմոգրաֆիա, այս դեպքում նոր պացիենտներին ուղղորդում ենք այս հետազոտություններին։ Ճիշտ եմ հասկանում, որ ավելի ծավալուն խորը գործիքային հետազոտություններ նշանակվում են, եթե օրինակ վիրահատական միջամտության կարիք է լինելու կամ կասկածվում է արդեն շատ լուրջ բարդություն տվյալ օրգան համակարգի սահմաններում։ Նաև հիմնականում այդպես, այո, երբ որ մենք կասկածում ենք ինչ-որ հիվանդության բարդություն կամ այդ ձեր նշած վիրահատական միջամտությունը, այս դեպքում ուղղորդում ենք համակարգչային տոմոգրաֆիա կամ MRT, բայց ունենք հիվանդություններ, օրինակ սարկոիդոզը, որի ժամանակ համակարգչային շերտագրությունը առաջին գծի հետազոտություն է, հա, կատարում ենք կրծքավանդակի համակարգչային շերտագրություն, հետո արդեն բիոպսիա, որպեսզի ախտորոշում դնենք, այսինքն ունենք հիվանդություն, որի ժամանակ առաջնային է համակարգչային շերտագրությունը, ոչ թե վերջին գծի։ Հասկանալի է։ Սրանք կարևոր են, որովհետև մարդիկ շատ հաճախ ասում են, ինձ մի հետազոտություն նշանակեք, չէ, ես այդ մի հետազոտությամբ իմանամ իմ խնդիրը։ Եվ շատ են նման մարդիկ։
Այո, եւ չթափառեմ հետազոտությունից գործիքից գործիք, իրենց էլ է մի տեսակ հասկանալի, բոլորս էլ լավագույն իմաստով կուզեինք մի հետազոտությամբ կամ մի անալիզով, այդ անալիզ կոչվածով հասկանալ ինչ է կատարվում, ցավոք սրտի դա այսօրվա բժշկագիտությունը թույլ չի տալիս եւ շատ անալիզներ ու շատ հետազոտություններ նշանակելը, հարգելի ունկնդիրներ, չի խոսում բժշկի չհադիտականության կամ թող ավել լինի պակաս չլինի, չէ։ Այո։ Իհարկե, անբարեխիղճ մասնագետներ կան բոլոր ոլորտներում, բայց հիմնականում մի քանի հետազոտություն պետք է գալիս, այն էլ այնպիսի համակարգային եւ քրոնիկական հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ռևմատոլոգիականները։ Ընդհանրապես մարդիկ շատ վախենում են երկու տիպի հիվանդություններից, դրանք աուտոիմունն են, որ լսում են ու սարսափում, եւ ցավոք սրտի ռևմատոլոգիականները, որովհետեւ կարծիք կա, որ սրանք բուժում եւ լուծում չունեն։ Հիմա հասկանանք, թե վաղ ախտորոշման դեպքում այդ ինչ բուժումներ եք դուք նշանակում, որոնք կարող են փրկել շատ օրգան համակարգեր, շատ բարդություններ, ինչ ենք հասկանում ռևմատոլոգիական հիվանդության բուժում ասելով։ Սա շատ կարևոր թեմա է, որ իսկապես ուզում եմ, որ մարդիկ իմանան եւ չխուսափեն հիվանդությունից եւ բուժումից։ Ես միշտ մի կարևոր, չգիտեմ, որ պացիենտի հետ վարվելու կարևոր բան եմ առանձնացնում, բժիշկը սկզբունք, այո, բժիշկը չպետք է միանշանակ պացիենտին, եթե անգամ նրա մոտ, չգիտեմ, ամենածանրագույն հիվանդությունն է հայտնաբերվել, կարծում եմ ցանկացած հիվանդության ժամանակ կարելի է գոնե ինչ որ մի բան անել եւ չհուսահատեցնել պացիենտին։ Սա իմ կարծիքով առաջինն է մեր հիվանդությունների դեպքում պացիենտի հետ ճիշտ զրուցել, ճիշտ բացատրել ինչի հետ գործ ունենք եւ իհարկե առաջին հերթին չհուսահատեցնել պացիենտին։ Մեզնից շատ բան է կախված։ Հոգեբանի գործառույթները լեգաստորեն ցանկացած բժիշկ, ով զբաղվում է քրոնիկ հիվանդությամբ, պետք է կարողանա պացիենտի հետ ճիշտ շփվել։ Ես կարծում եմ շատ դեպքեր են լինում, երբ պացիենտին հենց առաջի հերթին սա է օգնում։ Ինչ վերաբերում է դեղորայքին, մեր հիվանդությունները բարդ են այն տեսանկյունից, որ իրենք մի քիչ երկու կողմով ենք նայում, հա։ Առաջին հերթին գործ ունենք ակտիվ գազազած գերակտիվ իմունային համակարգի հետ եւ պետք է ընկճենք այդ իմունային համակարգը, որպեսզի հիվանդությունը գնա դեպի ռեմիսիա։ Բայց այսօր բժշկությանը ցավոք սրտի հայտնի են քիչ պրեպարատներ եւ քիչ հիվանդություններ, որոնց դեպքում ընկճում է կոնկրետ իմունային համակարգի բջիջ, հա։ Օրինակ բերեմ, պսորիազ կամ պսորիացի կարդիտ հիվանդության ժամանակ, այսպես ասեմ, թիրախային բջիջ իմունային համակարգի հանդիսանում է ինտերլեյկին 17-ը։ Ունենք դրա ընկճող դեղամիջոց, բայց դեպքեր են լինում, երբ ընկճվում է ոչ ընտրողաբար, այսինքն ընկճվում է ամբողջ իմունային համակարգը, եւ այս դեպքում մյուս կողմից մենք տեսնում ենք պացիենտի մոտ երկրորդային բակտերիալ ինֆեկցիայի զարգացում, սա էլ մեր մյուս խնդիրն է։ Հիմա ինչպես ենք բուժում եւ ինչով է կարեւոր ռևմատիկ հիվանդությունների վաղ ախտորոշումը։ Այն առումով, որ մենք ունենում ենք աշխատելու դեղորայքի լայն արսենալ, ինչքան ուշ են դիմում, այդքան այդ արսենալը փոքրանում է։ Եվ երբ որ մենք օրինակ ամենահասարակ ռևմատոիդ արթրիտը ախտորոշվում է հիվանդության վաղ փուլերում, ունենք ոսկե ստանդարտ սինթետիկ դեղամիջոց մետոտրեքսատը, որը կանգնեցնում է հիվանդությունը եւ չի թողնում հոդերում դեֆորմացիաներ զարգանան։ Եթե պացիենտը գալիս է արդեն դեֆորմացիաներով, մենք այն որ հրաշագործի փայտիկել ունենանք, արդեն զարգացած դեֆորմացիաները չենք կարող հետ տանել։ Աշխատում ենք, որպեսզի հետագայում դեֆորմացիաներ չունենան, այսինքն կանգնեցնենք այն փուլում, ինչով ինքը եկել է մեր մոտ։ Նույնը վերաբերում է մնացած բոլոր հիվանդություններին, հա, այսինքն վաղ ախտորոշման եւ բուժում սկսելու էությունը հենց դա է, որ գան այն փուլում, որպեսզի մենք ունենանք դեռ աշխատելու տեղ եւ դեղորայք, որով կարելի է պայքարել ոչ թե արդեն եղած բարդությունների, այլ բուն հիվանդության, որպեսզի դեռ բարդություն չզարգանա։ Աննա, ես մի դիտարկում էլ ունեմ, թե ինչու են մարդիկ խուսափում դիմել կամ դիմելուց հետո լսելով ահա այս ամենը, որը հեշտ ընկալելի եւ հեշտ մարսելի չէ, համաձայնեք, որովհետեւ ստացվում է, որ դու ամբողջ կյանք պետք է հետևես դրան, դինամիկ հսկողության ենթարկվես, կապ պահպանես բժշկի հետ։ Այստեղ ես ձեզ էլ չեմ նախանձում, պատկերացնում եմ ինչքան բարդ է մարդկանց հետ մշտապես կապի մեջ գտնվել, եւ մարդիկ խուսափում են մշտապես դեղորայք ընդունելու ճակատագրից, մտածելով, որ թունավորվելու են,
այսինքն թունավորում ենք օրգանիզմը, ճակերտավոր ասած, որ կողմնակի շատ վատ էֆեկտներ են լինելու, որ այդքան դեղորայքային ծանրաբեռնվածությունը բերելու է այլ օրգան համակարգերի թունավորման եւ շարքից դուրս գալու եւ այլն, ու այսպես ստացվում է, որ եթե նույնիսկ նրանք դիմում են, հետո կապ չեն պահպանում, ինքնագլուխ դադարեցնում են դեղերը։ Ինչ կասեք, կողմնակի արդյունքներն արդյոք այդքան վախենալի են, որքան մարդիկ կարծում են։ Տեսեք, այստեղ մեր դերն է շատ կարևոր, այսինքն բժշկի դերը էլի գալիս է առաջին բացատրելուց։ Այո, առաջին պլան։ Պետք է պացիենտին անպայման բացատրել եւ նժարի վրա դնել դեղորայքի կողմնակի էֆեկտները, որոնք կարելի է կանխարգելել, եւ հիվանդության առաջացած բարդությունները, որոնք կարելի է կանխարգելել միայն դեղորայքով։ Սա շատ կարևոր է եւ պացիենտների հետ մանրակրկիտ աշխատանքից հետո հավատացեք հնարավոր է վերջում հասնել նրան, որ պացիենտը չհրաժարվի դեղորայք ընդունելուց։ Եվ շատ կարևոր է նաեւ պացիենտներին բացատրել, որ ռևմատիկ հիվանդությունների ժամանակ երբ մենք նշանակում ենք դեղորայք, դրանք ուղղակի վիտամիններ չեն։ Դրանք լուրջ դեղորայքներ են, որոնց ինքնուրույն դադարեցնելը, խմել չխմելը պետք է որոշի միայն բժիշկ ռևմատոլոգը, այսինքն չի կարելի հոգնել դեղ խմելուց եւ ուղղակի դադարեցնել ու հետո գալ ավելի վատ վիճակում։ Եվ հավատացեք, շատ է այդպես լինում, երբ որ պացիենտը գալիս է, դեղ ենք նշանակում, բնականաբար խայտարակ ծանր վիճակով են գալիս։ Այսօր կարծում եմ բոլոր բժիշկները ինձ հետ կհամաձայնվեն, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը, երբ որ դիմում է բժշկի, շատ քիչ տոկոսն է ով գալիս է այն հիվանդության սկզբում, թեթև դրսևորումների ժամանակ, մեծ ամասությունը գալիս է ծանր սրացման ժամանակ, երբ որ արդեն դանակը հասել է ոսկորին։ Հանում ենք նրանց այդ վիճակից, բնականաբար շատ են ուրախանում, որ ցավ չունեն, չգիտեմ, լավ են իրենց զգում, եւ մեկ էլ որոշում են, որ կարելի է դեղերը ինքնուրույն հանել։ Եթե լավ են արդեն։ Եթե լավ են արդեն, եւ անցնում է 2-3 ամիս, պացիենտները սրված գալիս են։ Այդ շատ բարդացնում է եւ մեր խնդիրը եւ իրենց վիճակը, որտեղ պետք է ամեն սկսել զրոյից։ Գիտեք, հաճախ նաև սա որակվում է որպես դեղորայքից կախվածություն ձեռք բերեցի։ Մի քիչ ես այս սահմանմանն էլ ճակերտավոր իհարկե հետ համաձայն չեմ, որովհետև սա բուժում է, ոչ թե կախվածության ձեռք բերում։ Իսկ դուք սկզբից նշում եք, որ պարտադիր է լինելու մշտապես ընդունելը դեղորայքի նույն կողքիցինը կլինի սա նա։ Անպայման։ Սա նույնպես սվիններով է ընդունվում։ Այսօր շատ խոսեցինք պարբերական հիվանդության մասին, բայց հետաքրքիր մի դիտարկում ասեմ իմ կողմից, շատ աշխատող մեթոդ գուցե պացիենտների համար։ Երբ որ օրինակ նույն կողքից հրաժարվում են պացիենտները իմանալով, որ չգիտեմ, հատկապես հայտնաբերվում է, եթե երիտասարդների մոտ հրաժարվում են կողքին ընդունելուց, նախ բացատրում ենք այս պացիենտներին, որ եթե հայտնաբերվում է պարբերական հիվանդություն, 85% դեպքերում է եւ պացիենտները կողքին զգայուն են, հա, այսինքն կողքինը կարողանում է հիվանդության վրա ազդել։ Մնացած 15%-ը չի ենթարկվում կողքինին եւ այս դեպքում իրենց պետք է գալու ավելի թանկ դեղորայք, ավելի թանկ միջոցներ։ Այս երբ որ բացատրում ենք լայն շրջանակների կողմից կողքին ընդունվում է եւ սկսում են խմել։ Նույնիսկ կարծում եմ ուրախանում են, որ իրենք մտան 85%-ի մեջ եւ էժան բրծան։ Ժողովուրդն է ասում այո։ Եվ մյուսը անպայման օրինակների վրա, կենթանի օրինակների վրա, հա, նշում եմ պացիենտների մասին դեպքեր են պատմում, ովքեր ուշ փուլում են հայտնաբերվել, ու մոտ արդեն բարդություն կա, եւ պարտադիր պետք է նշենք պացիենտներին եւ իրենք դա հասկանում են, որ եթե հիմիկվանից օրինակ սկսենք խմել կողքինը, հետագայում նման բարդություններ չեն կունենա։ Եվ օրինակ, չգիտեմ, 1-1.5 կոչակ կողքինի օրական ընդունումը փրկում է նման բարդություններից եւ կարծում եմ դա իրենից դժվարություն չի ներկայացնում։ Այսպես կարողանում ենք մի փոքր պացիենտների հետ բանակցել։ Բավականին մեծ սոցիալ-հոգեբանական ես կասեի աշխատանք եք տանում, բացի ձեր բուն բժշկականը։ Շնորհակալություն այս հետաքրքիր ծավալուն հարցազրույցի համար, շնորհակալություն հուսադրելու համար, որովհետև իսկապես մի քիչ զգուշությունը հեռու մնանք, ռևմատոլոգիան շատ վտանգավոր տեղ է, մինչև կյանքիդ վերջ դեղերի վրա այն նստեցնում չէ, էլի տարածված արտահայտություն է։ Շնորհակալություն դրական նոտայի համար։ Մենք զրուցեցինք բժիշկ ռևմատոլոգ Աննա Շաբոյանի հետ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, հուսամ էլի կհանդիպենք որևէ հետաքրքիր թեմայի շուրջ ռևմատոլոգիայի կապակցությամբ։
Եվ ցտեսություն բոլորին։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։